որ լավ ապրես եւ տեսնում եք, որ այստեղ էլ կարգախոսը իր տեղում է եւ առաջին հերթին մեր երեխաներին ուղղորդում է իրենց գիտելիքների եւ հմտության զարգացման վրա անընդհատ աշխատանք անել, իհարկե մեր աջակցությամբ հիմա գնում ենք երրորդ թար։ Այսօր նաև առաջին օրն է, չէ՞։ Այսօր այո, եւ այստեղ մենք նաեւ ժամը ասուլիսի ընտրել ենք այնպես, որ չխանգարենք դասապրոցեսին եւ մեր շրջայցի ավարտին դասերը ավարտված կլինեն եւ երեխաները կգնան մենք էլ կկարողանանք Մենք բոլոր դպրոցներում տեղադրում ենք վերելակներ եւ այս դպրոցում նույնպես կան վերելակներ, հիմա ճանապարհի գնային ուղղակի շատ ենք վերելակում տեղադրում։ Երեխաները օգտվելու են, թե միայն ուսուցիչները։ Չէ, Քիչ չեմ պատկերացնում։ Իհարկե դա հենաշարժողական խնդիր ունեցող հատկապես երեխաների համար նաեւ մատչելիության ապահովման շատ կարեւոր նախապայման է։ Տիպային է, այս տիպի են։ Այո, տիպային, սա ամենամեծ չափն է, մենք կախված նրանից, թե ինչ հզորության կարիք կա, տիպերը տարբեր են, օրինակ մոդուլային դպրոցները 144 տեղանոց են հիմնականում, այստեղ երկու կոմպլեկտ ամեն լաբորատորիայից, թե կենսաբանություն, քիմիա, թե ֆիզիկա, թե աշխարհագրություն, թե թվային գրագիտություն հագեցած բոլոր տեսակի նոր տեխնիկաներով, օրինակ մենք նախագիծ ենք ունեցել տիկնախարար, որ երեխաները դպրոցի համար 3 տպիչներով սարքեր էին, ժամացույցներ էին տպել, իրենք էին օգտվում դրանից արդեն։ Իսկ այստեղ, այո, մոդելացում է բնագիտության ուսուցիչներն են այստեղ մասամբ, մյուսները դասի են, այստեղ ցուցադրել ենք տեսականորեն ինչ որ մենք ունենք, ամբողջ գործիքները ինչ որ հարկելի լրագրողներ լաբորատորիաների հագեցվածությունը արված է այն տրամաբանությամբ, որ երեխաներին ոչ միայն ցույց տան, այլ յուրաքանչյուր երեխա ինքը նաև փորձի։ Սա շատ կարևոր է հմտությունների զարգացման համար, որտեղ իհարկե լավ է ու կարևոր է, որ նայեն թե ուսուցիչը ինչպես է անում, բայց շատ կարևոր է, որ յուրաքանչյուրը փորձի մասնակից լինի։ Եվ խնդրենք մեր ուսուցիչները ասեն, ինչպես է փոխվել երեխաների մոտ դասերին ավելի մեծ հետաքրքրություն եք նկատում, ինչ առանձնահատկություններ կնշեք, արդեն մի քանի ամիս է։ Իսկ մի գուցե մոդենակ, հա։ Եկեք հանդես։ Բնականաբար շատ մեծ եւ դրական ազդեցություն ունի, որովհետեւ մի բան է 1000 անգամ լսել, քան մեկ անգամ տեսնել։ Շատ մեծ ներգրավվածություն են, իրենք են աշխատում, պատրաստում, փորձ են իրականացնում, այդ սիրով հաճույքով հագնում են խալաթները, նստում են, մասնակցում են ամեն ինչին, իհարկե հմտություններ է զարգացնում երեխաների մոտ եւ նոր չափորոշին համահունչ հնարավորինս հաստատու քայլով գնալու համար շատ լավ է։ Ձեր անունն նկասեք։ Մանգասարյան Սոֆիա։ Կներեք ձերն էլ կասեք։ Արթուր Տաշչյան։ Իսկ հնարավոր է կախիչները ստուգել, որտեղ Իհարկե, միշտ վարչապետ այստեղ են Համեցեք ստուգեք, անձամբ հետաքրքիր է, խնդրեմ։ բոլորը կարող եք ստուգել, այո։ Որ իրականում Համեցեք։ 1600-ից ավել աշակերտ ունեցող դպրոցում, եթե մենք իսկապես ունենք դպրոց, որտեղ ամեն ինչ ակտիվ օգտագործվում է, շատ բնական է, որ ինչ-որ բաներ պիտի փոխվեն, նորից ամրացնենք, ինչ-որ բաներ պիտի մաշվեն եւ փոխարինենք։ Եվ մենք ուղղորդում ենք, որ դպրոցները ակտիվ օգտագործեն, խնամքով, բայց ակտիվ օգտագործեն եւ Իսկ ծովակների շուտ է գալիս։ Իհարկե, երբ որ դրանք միացվում են գործնական դասերի ժամանակ, ընկեր Մանգասարյան, կարող ենք միացնել, թե կողքում կա։ Հիմա կողքում դաս կա, մենք կարող ենք ձեզ։ Կողքը դաս է, եթե կուզեք գնանք եւ Ես հավելել տիկնախարար, երբ որ նայ։ ինչ-որ մի բան ասենք կողմում է, օրինակ կախիչը այդ ծանրությունից, երեխաները իրենք են բազելով գալիս ասում եւ նաեւ օգնում են դա անել տեխնոլոգիայի ուսուցչի հետ միասին։ Համար դուք չեք տեսնում։ Դա էլ է կարևոր, որ իրականում այդ աշխատանքները կարող են դառնալ տեխնոլոգիայի դասավանդման մաս։ Եվ դա նաև թույլ է տալիս, որ պրակտիկ հմտություններ զարգացնենք։ Հիմա մենք մի փոքր դասեր ենք խաղում։
Պատմեք ինչ եք հիմա անում, ինչ թեմա եք անցնում։ Որ երրորդ դասը մեջ տարբեր են, չէ՞։ Անցնում ենք հաղորդությունը, ոսկրի ավելի շատ ամրավետությունը, որ ավելի ամուր են։ Մեր գործընկերները, լրագրողները հետաքրքրվում էին ծորակներից ջուր գալիս է, թե չէ։ Օգտագործել եք եւ աշխատում ամեն ինչ, հա։ Կամ մի բան։ Հիմա միացրածը։ Հիմա հաճի միացրած։ Հիմա այդ հատուկ միացնենք, որտեղ դրանք անվտանգության կանոններ են, հիմա կանոնի տեսնային միացումը տա։ Կարևորը ոչինչ չպայթի ես։ Ոչինչ չի պայթի, հանգիստ եղեք, նախ այստեղ բազմաթիվ նախագծային աշխատանքներ են արդեն կատարվել լաբորատոր պայմաններով, կանոնական արդյունքներ, դրանց մի մասը ցուցադրված են հատուկ գործընկերներ, դուք կարող եք տեսնել, նույնիսկ այս տարի դպրոցը իր անունով օծանելիք են երեխաները պատրաստել, ես էլ ունեմ նվեր, մեջին այդ ամբողջը արել։ Դուք եք մասնակցել, թե սա մյուս Այս որ դասարաններ։ դասարաններ Իսկ դուք ինչի վրա եք աշխատում, ինչ նախագծային աշխատանք եք անում հիմա։ Վարքագծային հիվանդություններ եւ ինչ եք ուսումնասիրում։ Հիմնականում կախվածությունները, որ մարդը կարող է գտնվել կախվածության տակ եւ նրան անհրաժեշտ է հոգեբանի բժշկի օգնություն։ Նաեւ մենք կարող ենք նրան օգնել։ Եվ նախագծի շրջանակներում ուսումնասիրելու եք ինչպես կարելի է հաղթահարել կախվածությունները։ Շատ կարևոր աշխատանք է կարծում եմ։ Օծանելիք էլ բաց չի, փոխելու մատուկ եք։ Կամ արդյոք փոխել է, հա։ Հա։ Ես եմ ամենում։ Շնորհակալություն։ Երակները ես ընտրեցի, երբ որ Ձեր ճաշակով եք օծանելիք սարքել, հա։ Նշել եք Շնորհակալություն։ Այստեղ որևէ հարցեր եթե չկան, շարունակենք։ մոտենում է, կարող ենք սպասել 1 րոպե, որ ջրի միացումը տեսնենք։ Շատ լավ։ Ամբողջ այստեղ աշխատում է, ամբողջ այստեղ։ Եվ հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությունն եմ հրավիրում նաև հեռախոսներին։ Վերջերս շատ քննարկվեց արդյոք դասերի ժամանակ հեռախոսների օգտագործումը կարելի է, չկարելի, եւ մենք գտնվում ենք ձեր Կոտայքի մարզում Աբովյան քաղաքում։ Եվ դուք տեսնում եք, որ մեր դպրոցները ընդհանրապես կառավարում են հեռախոսների օգտագործումը դասերի ժամանակ եւ միայն այն դեպքերում, երբ որ հեռախոսը պետք է, որպեսզի որևէ նյութ դիտարկեն, նայեն, ուսումնասիրեն, ուսումնական նպատակներով կարող են օգտագործել, բայց մնացած ժամանակ տեսնում եք, որ յուրաքանչյուր դպրոց իհարկե իր ձևաչափն է գտնում հեռախոսները դասերի ժամանակ պահելու եւ հետո երեխաների կողմից օգտագործելու նկատի ունեմ այնպես չի, որ ստանդարտ է, որ այս հենց արկղի նման արկղ կարող եք տեսնել մյուս դպրոցներում, բայց վստահաբար այդ գործընթացը ճիշտ կառավարվում է, շնորհակալություն նաև դրա համար եւ սովորողներին եւ ուսուցիչներին, որովհետեւ բոլորս հասկանում ենք, որ հեռախոսը կարող է լինել լավ գործիք, բայց մենք պիտի վերահսկենք ինչպես ենք օգտագործում։ Եվ երբ որ դաս ենք սովորում, պիտի դաս սովորենք, եթե պետք չունենք այդ պահին հեռախոսի, առանց հեռախոսի։ Տիկին նախարար, այսինքն առանձին հրաման չկա, դպրոցները Երևանից դուրս ինքնական են գալիս այդ որոշմանը։ Նայեք, այսպես թե այնպես այդ հարցը կարգավորվում է դպրոցի ներքին կարգապահական կանոններով եւ դպրոցը կարող է իր ուրեմն կոլեգիալ կառավարման մարմիններում քննարկել եւ ներքին կարգապահական կանոններով կարգավորել այդ հարցը։ Առանձին ընդհանուր հրամանների կարիք չկա եւ կարծում եմ, որ մեր դպրոցները այդ ընդհանուր ուղեցույցերի շրջանակներում դա լավ կառավարում են։ Շնորհակալություն 4 տարի դրանից զբաղվում ենք եւ այդպես հենց կառավարման խորհրդով նախ մանկավարժական խորհրդի եւ ծնողների հետ ենք այդ մասին խոսել եւ 4 տարվա ընթացքում չի գտնվել գեթ-1 ծնող, ով կարող էր ասել, որ չէ, դուք իրավունք չունեք հեռախոսը վերցնելու մեր երեխայից, հակառակ ասում են վերցրեք պահեք։ Բայց այո։ Իսկ QR կոդերից օգտվելու անհրաժեշտություն չի լինում դասապրոցեսի։ Երբ որ լինում է անհրաժեշտություն ոչ միայն դասապրոցեսի ժամանակ արագ արձագանքման ծածկագրերից, այլ նաեւ հատկապես եւ
եւ ավելի հաճախ իրենք օգտագործում են հեռախոսները, երբ որ նախագծային ուսուցում են իրականացնում, երբ որ հավաքվում են խմբերով եւ այդ խմբային աշխատանքների ժամանակ շատ ակտիվ իրենք վերցնում են հեռախոսները եւ օգտագործում են բուն ուսումնական նպատակներով հեռախոսը եւ մեզ մոտ դա կարծես դարձել է արդեն թե ավանդույթ, թե սովորույթ, իրենք գիտեն, որովհետեւ դա նաեւ մի այլ խնդիր է լուծում, քանի որ դպրոցը առաջին հերթին սոցիալիզացման կենտրոն է եւ այստեղ բազմաթիվ աշակերտներ են սովորում, դպրոցում այսօր սովորում է 1630 աշակերտ, մենք դրանով նաեւ այլ խնդիր ենք լուծում, ինչից սկսեցինք այդ հարցին լուծում տալ, որովհետեւ իրենք շփվում են։ Երբ որ հեռախոսները չէին հավաքում, իրենք մեծ մասամբ հեռախոսների մեջ էին, հիմա իրենք շփվում են եւ նաեւ դպրոցում կաբինետային համակարգ է առաջին անգամ, շենքային նոր պայմանները թույլ են տալիս դա անել, ավելի հագեցած ուսումնական process, բայց երեխաները ավելի ակտիվ են դուրս գալիս եւ շփվում իրար հետ եւ արդեն իրար ճանաչում են։ Իսկ առաջ մեր դպրոցում կարող էին միմյանց ճանաչել, որտեղ յուրաքանչյուր դասարանից ունենք 5-6 դասարաններ եւ ամեն այդ կուրսերը, այսպես ասած, 180-ից 200 հոգի են դպրոցում եւ իրենք դժվար են իրենց հանդիպում առաջ։ Բայց հիմա այդ որոշման շնորհիվ եւ կաբինետային համակարգի անցումով պայմանավորված այդ իմաստով հիմա ունենք ակտիվ շփում, իրար ճանաչել, միմյանց հետ նախագծերի մասնակցել խառը տարբեր, հենց սոցիալիզացման հարցն է դրանով նաեւ լուծում։ Եթե արդեն մոտեցավ մեր Զաքարյան, եկեք սա արագ փորձենք, որ շատ ընդհանուր փականից են փակում։ ուր է Զաքարյանը։ Ընկեր Բաղդասարյան, ուր է ընկեր Զաքարյան։ Ուր է։ Միացրեցիք, մի հատ միացրեք էլ ջրին եք սպասում։ Անդեր գալիս է։ Հա, անդեր գալիս է։ Եկեք կողքը նայեք։ Այստեղ չի աշխատում, այսինքն Աշխատում է, ուղղակի այս պահին չի դեռ։ Հիմա միջև ավարտը սա է կհասկանան, կմոտենանք կնայեք հարկելի լրագրողներ։ Այնտեղ էլ մի անգամ տիկին։ Հա, այնտեղ էլ միացել։ Արհարների ժամանակ ինչ-որ բան կարիքներ ստուգելու։ Ես խնդրում եմ ստուգեք, մենք վերադարձին կգանք մի հատ կհասկանանք համակարգը ոնց է աշխատում։ Որտեղ մի անգամից նշումը բարձր էր սկզբում։ Հարկելի լրագրողներ կարող եք համոզվել, որ կողքն էլ է գալիս։ Ես պիտի խնդրեմ մի հատ համակարգ ամբողջական ստուգեք, թե ասուց դրամատներ կմոտենամ կնայեմ։ Շատ լավ։ Քեզ ակրամիացել ճշմարիտ սարի կարգավորել։ Հասկացեք գուցե սեպտեմբերի ընթացքում որ դասար եք տվել, այս շաբաթից ամեն Ենքումը բայց միացրեք։ մենք ենք շարունակում, պարոն։ Այս կողմն է։ Այս կողմ միացին։ Բազմաթիվ հետազոտություններ ասում է, որ երեխաները ավելի լավ սովորեն եւ բնական լույսը այդ իմաստով շատ կարեւոր է։ Այո, պատմանները ծախսում եք այս հանրաժեշտ։ Այստեղ հանդիսությունների սրահն է, սա է պարտադիր մաս է, որ մենք ունենք բոլոր դպրոցներում։ Իհարկե, կախված դպրոցի հզորությունից դահլիճի չափերը տարբերվում են։ Այստեղ մեծ դպրոցում ենք հանդիսությունների սրահն էլ բավականին մեծ է, տեսնում եք, բայց բոլոր դպրոցները ունեն նման միջավայր, բեմահարթակ, որտեղ երեխաները նաև ստեղծագործում են։ Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել նաև, որ մատչելիության հարցերը կարգավորված են նաև բեմի մասում եւ դուք տեսնում եք, որ եթե մենք ունենանք հենաշարժողական խնդիրներ ունեցող որևէ քաղաքացի, կապ չունի սովորող, ուսուցիչ, ուղղակի այցելու, որ որևէ միջոցառման եկել է, ուրեմն այս հարթակը հնարավորություն է տալիս, այո, որ մեր հենաշարժողական խնդիր ունեցող
եւ այստեղ ներկա մարդիկ էլ բեմը իրենց համար հասանելի լինի։ Այստեղ մնացած ամենը ինչ որ դուք տեսնում եք ստանդարտացված է, այսինքն օրինակ աթոռները, օրինակ այն կահավորումը, որը որևէ տեղ կտեսնեք, դա ստանդարտ գույք է, որը տրամադրվում է բոլոր դպրոցներին։ Մենք այս տարի վերջին դասին ունեցել ենք մանրաշատկերտային ուսուցման, դա կիրառել ենք նաև այս տարի։ Իսկ շատ ունեք նման երեխաներ։ Չէ, շատ չունենք նման երեխաներ, հենց հենաշարժողական խնդիր ունեցող այդ մեկն էր նախորդ տարի ոչ տնային ուսուցման էր եւ սայլակով էր նույն ձև քննություններին է մասնակցել, էլ չունենք դեռ այս պահին, ունենք այն խնդիրներ ունեցող երեխաների եւ քանի որ համընդհանուր ներառական կրթություն ենք իրականացնում, իրենց համար կայ առանձին տարածքներ եւ իրենք հնարավորինս ներգրավված են ընդհանուր դասապրոցեսում։ Ուր են գնում։ Գնում ենք այսպես շարունակում ենք իջնենք աշխարհագրություն։ Աշխարհագրությունը բաց թողենք, շատ ածկվում, մարզադահլիճ գնանք ու